Մի նեղվեք ընդդիմության մոտ ջղաձգումները, որովհետև քրեական գործերի մեծ մասով հաստատ քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության պատգամավորները կամ նրանց հարազատները չէ, որ անցնում են, հիմնականում ընդդիմության ու նախկին իշխանության անդամներն են։ Ուզում եմ ասել, այս քննադատությունները նորմալ ընդունեք։ Օրինակ, Տիկին Խամոյան, կներեք, բայց օրինակ չէի պատկերացնի, որ ազգային ժողովի ամբիոնից կպաշտպանեք 1 տոննա կոկային ներկրած անձնավորությանը, ով ըստ էության ձեր գաղափարներն է պաշտպանում կամ կասեմ դրա մասներ կասեմ, կամ ձեր թիմակիցների հետ ջերմ հարաբերություն ունի եւ պայքարում է ըստ էության մեր դեմ, նախ կոկայինը Հայաստան չի մտել, Հայաստանի սահմանին բռնվել այդ կոկայինը, հիմա ես հուսով եմ այդ մասին պարոն Պողոսյանը կխոսի, բայց մնացածի մասով պարոն Պողոսյանը կպատասխանի։ Ուզում եմ պարոն Պողոսյան մի հարցի էլի պատասխանեք, մի քանի ամիս առաջ մամուլում հայտնվեց մի հաղորդագրություն, որտեղ ասվում էր մասնավորապես, որ Գավառ համայնքի ղեկավարը Պաշտպանության նախարարության շենքը 1-2 միլիոն դրամով սեփականաշնորհել է, այն բնակելի շենքը, որը պատկանում էր զինվորներին, ըստ էության Գավառի զորամասում ծառայող զինվորներին, եւ հետո նորից վաճառել էր պետությանը էական նյութական վնաս պատճառելով, եթե չեմ սխալվում, մոտ 27 միլիոն դրամի մասին էր խոսքը եւ դրանից ավել։ Այդ սիրելի դիմադիր գործընկերներ, այդ 2007 թվականին, եթե չեմ սխալվում, մենք իշխանության չենք եղել, Պաշտպանության նախարարության զինվորներին պատկանող բնակարանա սեփականաշնորհվել եւ ուզում եմ պարոն Պողոսյան ասեք նաեւ դրանով Պաշտպանության նախարարության ինչ պաշտոնյաներ են անցնում այդ քրգործով։ Շնորհակալություն։ Երկրորդ Ժորժան եկել եք, կներեք, էլի պարոն Պողոսյան, մեկ էլ կուզեմ անդրադառնալ, ստեղից ընդդիմությունն ասում է, որ մարտի 1-ը կազմակերպել է, երեք մոտավոր sense խոսույթ եղավ, այստեղ որ ասում է մարտի 1-ը կազմակերպվել է Նիկոլ Փաշինյանի հորդորով, այդ սպանությունները եւ այլն կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը, կուզենամ այդ մասով էլ ասեք, ովքեր են քրգործով անցնում եւ ինչ նախկին եւ ներկա պաշտոնյաներ կան այդ գործում։ Ես կուզենամ մի հետաքրքիր բան ասել։ Քոչարյան Ռոբերտի տղան այստեղից ընդունել է հալածյալի կերպար ու փորձում է հանրությանն ներկայանալ, որ իրեն հալածում են, ու ես չեմ շարունակում զարմանալ ընդդիմության ելույթներին, բայց այս ելույթին առավել եւս զարմացա, որովհետեւ օրինակ իրանց իշխանության ժամանակ մարդկանց ոչ թե քաշում էին, քաշքշում էին, այլ կրակում էին, մարդկանց զուգահեռներում սպանում էին, ու այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հասկանում եք, չէ՞ ուր ենք հասել, ասել ենք այնտեղ, որ Ռոբերտ Քոչարյանի տղան հալածյալի դիր բռնած այս ամբիոնից ելույթ ունենում։ Ես շնորհավորում եմ ձեզ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովհետև մենք ձեզ հետ, դուք մեզ հետ միասին հասել ենք նրան, որ պատահաբար Ռոբերտ Քոչարյանը եւ իր ընտանիքի անդամներն են հալածվում։ Երկրորդը Այստեղից բարբերաբար մտքեր է հնչում, ասում է, ինչի ես ձեզ կրտուկին չարձագանքեցիք, ինչի են ձեզ կրտուկին քրեական գործ չարուցեցիք, ես փոքր էի, բայց լավ եմ հիշում, շատ լավ եմ հիշում։ 1998 թվականի ընտրությունները Դեմիրճան Քոչարյան ու կան կադրեր, որտեղ մարդկանց ծեծում են, քթեր են ջարդում, ծնոտներ են ջարդում եւ այլն, մարդկանց բռնին այնտեղից դուրս են անում, ես չեմ լսել, որովհետեւ ընդդիմադիր ուժի պատգամավորի մերձավոր կամ հարևանի ընկերոջ պահակ ձերբակալվի, որովհետեւ ընտրատեղամասում ընտրախախտումներ անելուց եւ ուզում եմ այստեղ ասել, թող մեր հարգելի ընդդիմությունը գա եւ այստեղ ժխտի, ասի, որ օրինակ թող ժողովուրդը դատի, որ մեկ սա սուտ ասում, այն ժամանակ մամուլում հիմա նայում ենք, որտեղ տեղամասերում մարդկանց ծեծում էին, բուլետիններ էին լցնում։ Ես այդ սաղ մամուլով, այս բանով ինտերնետով բացում նայում եմ, հիմա թող գան ասեն այդպիսի բան չի եղել։ Եվ այդ ժամանակ Հելսինկյան դիտորդական կազմակերպություն ընտրությունները ճանաչեց ոչ օրինական,
բառացի ոչ, օրինական, խախտումներով եւ այլն։ Իսկ այդ ժամանակ մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներից շատերը լրագրող էին, շատերը ընդդիմադիր գործիչներ էին, բայց այդ մասին երբեք ոչ մեկ չխոսեց։ Օրինակ Գեղամ Մանուկյանը միշտ ասում է, որ երկիր մեդիան գիտեք ինչ կա, քննադատելա բոլոր ժամանակ բոլորին, այսօր փորձեցի 3 այսօր հասկանալ ինտերնետից գտնել ինչ-որ մի հատ քննադատություն, որը Գեղամ Մանուկյանն արել է Ռոբերտ Քոչարյանի հասցեին, կներեք, բայց ոչ մի քննադատություն ես չլսեցի։ Ասում է Քոչարյանի տղան ասում է դատա բժշկական փորձաքննությունը բան արել, ճիշտ չի ասել կամ ասելա գործ չի հարուցվել, լավ չեմ հիշում։ Օրինակ մի հատ մարդ կար ողորմած է հիմա ինքը մեր տարիքով ընկեր էր, ասում էր օրինակ Քոչարյանի ժամանակ, որ մարդին ավտոյի տակ էին գցում, գրում էին ինֆարկտ եթում էր։ Այսինքն որովհետեւ մեկը դրա հետևից չէր եթում, չգիտեմ, այս բանի հետ կապ ունի թե չէ, բայց ամեն դեպքում այդ մարդն էր ասում։ Ասում է պարոն Պողոսյան, ուզում եմ հասկանալ, այդ որ ասում են ոստիկաններին, քանի ոստիկանա ազատվել, քանի ոստիկանա դատվել, ուզում եմ հասկանալ, այդ որ ասում են անհնազանդության քարոզողներ, դրանք անհնազանդության քարոզողներին, թե անկարգության քարոզողներ էին, դրանց վրա քանի քրեական գործեր կա, այս բան եթե ունեք տվյալներ, ասեք, այս հանրահավաքներին քանի մարդի վրա քրեական գործ կա։ Օրինակ ես էլ որ հանրահավաք էի անում, ինձ էլ տանում էին ոստիկանական բաժանմունք, բայց դե այն ժամանակ մեր նման ժողովրդավար չէր, էլի տանում էին, ասում էին, այս գիտես ինչ կա, այս կամ վիսկառնես կամ սենց, դե մենք իհարկե չէինք անում այդ ամեն ինչը, բայց ամեն դեպքում մեզ էլ էին տանում ոստիկանական բաժանմունք, քրեական գործեր հարուցվում, քննվում էր, գալիս էին փաստաբաններ, հիմա ինչի մասն է խոսքը, ինչի են արգելի ընդդիմություն, ինչի եք ասենց ծանր տանում այն, երբ մարդը անկարգություն արել, մեկին վնաս է պատճառել ոստիկանին ասում, քանի ոստիկան է ազատվել աշխատանքից, իսկ կներեք, ինձ կասեք, մարտի 1-ին քանի ոստիկան ազատվեց աշխատանքից, քանի զոհի դիմաց, քանի ոստիկան ազատվեց աշխատանքից, կամ մարտի 1-ին կասեք ոստիկաններ կրակում, թե այլ ուժեր կային, որոնց մասին մենք չգիտենք։ Հա, այստեղից բազմաթիվ մտքեր է հնչում, որ օրինակ պարոն Օհանյան, ամենայն արգանքով դուք ստեղից խոսում եք 44-օրյա պատերազմ ու դրանից հետո։ Ես կխնդրեմ հաջորդ ելույթներին խոսել օրինակ 2007-ից մինչև 2018 թվականների մասով։ Օրինակ այս գործը ես չգիտեմ, դուք տեղյակ եք թե չէ, որ Պաշտպանության նախարարության բալանսում գտնվող այդ բնակելի շենքը, որը պատկանում էր զինվորներին, ապօրինաբար սեփականաշնորհվել է, հետո մեր իշխանության ժամանակ հետ ենք